Հարևան Իրանում խմելու ջուր գրեթե չի մնացել։ Երկիրը հիմա շատ խորը ջրային ճգնաժամի մեջ է։ Այն կարգի, որ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ եթե մինչև դեկտեմբեր չգա անձրև, իրենք ստիպված են լինելու տեղահանել Թեհրանի բնակչության մի մաս, իսկ Թեհրանում ապրում է 10 միլիոն մարդ։ Հայաստանում սրա մասին շատ քիչ է խոսվում, բայց իմ կարծիքով սա շատ կարևոր է։ Բնականաբար նման ճգնաժամի պատճառները շատ տարբեր են, կլիմայի փոփոխությունից սկսած վատ մենեջմենթով վերջացրած։ Իրանը միշտ չոր երկիր է եղել, բայց կլիմայի փոփոխության պատճառով շատացել են երաշտները ու օրինակ երկրի 31 շրջաններից 15-ում այս տարի ամառվանից սկսած մինչև հիմա մի կաթիլ անձրև չի եկել։ Ամբողջովին չորացել են 19 մեծ ջրամբարներ, որոնք որ կազմում են երկրի ջրամբարների 10%-ը, իսկ մյուս ջրամբարներում ջուրը շատ քիչ է, տեղեր կան, որ ընդամենը 3% ջուր է մնացել։ Կլիմայի փոփոխության այս տեմպերով շուտով պատերազմները լինելու են ջրի համար։ Ճգնաժամը խորացնում են նաև սանկցիաները, որովհետև Իրանը գրեթե մթերք չի ներմուծում եւ այդքան մարդ կերակրելու համար ստիպված օգտագործում են ներքին ջրային ռեսուրսներ իրենց գյուղատնտեսության համար։ Ամբողջովին չորացել է նաև Ուրմիա լիճը, այս տարի ամռանը արբանյակային լուսանկարներով վերջնականապես ֆիքսեցին, որ Ուրմիա լիճը այլ գոյություն չունի։ Իրանի այս իրավիճակը տեսնելով ես նախ հիշում եմ Հայաստանի բոլոր այն բնակավայրերը, որտեղ որ ջուր ընդհանրապես չկա, եւ մտածում եմ, արդյոք մենք պաշտպանված ենք նման իրավիճակից, ու հիշում եմ, որ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարումը հանձնված է Veolia-ի նման ընկերությանը։ Շնորհակալություն նայելու համար, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք։